Քննարկում ենք հարց համար 14-ը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց էլեկտրոնային գրանցամատյանի կարգ հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայան։ Համեցեք, պարոն Պապայան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ըստ էության այս նախագիծը բխում է մեր երկիր եկած եւ մեր երկրի ներքին զբոսաշրջիկների շահերից, ինչպես նաեւ զբոսաշրջային գործունեություն ծավալող սուբյեկտների իրավունքների պաշտպանության եւ նրանց համար միասնական խաղի կանոններ սահմանելու տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ սա այս գործիքը նաեւ մենք իրականացնելու ենք ամբողջովին թվայնացված եղանակով, այսինքն նորից համահունչ է կառավարության քաղաքականությանը։ Նախ նշեմ, որ մինչև այս նախագծի ընդունելը արդեն իսկ կառավարության կողմից պատրաստվել է համապատասխան կայք, որը ինտեգրված է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի ամբողջ համակարգին եւ այս կայքի միջոցով ըստ էության զբոսաշրջային գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները գրանցվելու են եւ իրենց գործունեության մասին հայտարարելու են եւ ըստ էության միայն իրավունք կունենան նրանք գործունեություն ծավալել զբոսաշրջային գործունեություն, որոնք դրա մասին կհայտնեն եւ դա լինելու է բացարձակապես թվային եղանակով, այսինքն տեղի չի ունենալու պետական մարմինների աշխատակիցների եւ ուրեմն զբոսաշրջային սուբյեկտների շփում մինչեւ այն պահը, երբ որ մենք պետք է գնանք որոշ մարմիններ որոշ դեպքերում հավաստեն թե արդյոք փաստաթղթերը ներկայացված ճիշտ են, թե ոչ, որովհետեւ օրինակ նախորդիվ մենք ընդունել էինք որոշում, որտեղ հստակեցրել ենք արդեն, թե որն է հյուրանոցը, որն է հոթելը, որն է մոթելը, որն է առողջարանը եւ դրանց համար համապատասխան պահանջներ։ Նախկինում այդպիսի պահանջներ մինչ այդ չեն եղել եւ կարող էր օրինակ հյուրանոցը հայտարարագրվել որպես ուրեմն հոսթել, ուրեմն կամ հոսթելը հակառակը հայտարարագրել որպես հյուրանոց եւ այսպես շարունակ։ Ներողություն, ես հոթել ասացի, հոսթել պետք է ասեի։ Սա մեկ։ Դրանից հետո, երբ որ ըստ էության ուրեմն կգրանցվեն, մենք համապատասխան թղթերը ուրեմն կստուգենք, այնուհետև դրանից հետո տալու ենք հավաստագրեր, որով կարողանալու են այդ կազմակերպությունները աշխատել եւ եթե չի համապատասխանի հավաստագրին, արդեն դա նշանակում է, որ վարչական քրեական պատասխանատվություն է ենթարկվում։ Մի դեպքում, օրինակ, գիդերի դեպքում կամ ուրեմն ներողություն ավտոբուսների դեպքում դրանք ստուգում են մեր բարեկային ծառայությունները, իսկ ասենք հյուրանոցների, հոստելների դեպքում ստուգումները շուկայի տեսչական մարմիններն են իրականացնելու եւ սրանց միջոցով մենք ըստ էության խուսափելու ենք բոլոր այն դեպքերից, որոնք որ մինչև հիմա շատ հաճախ եղել են, այսինքն մարդիկ մի բանի համար վճարել են, բայց ի վերջո ստացել են մեկ այլ բան, կամ օրինակ մարդկանց նույն գիդերին տրամադրվել են ծառայություններ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից կամ սխալ տեղեկատվություն է փոխանցվել, ես հետագայում եթե հարցեր լինի կմանրամասնեմ նաև թե սրանց վերահսկողությունը եւ միևնույն ժամանակ մեկ նոր գործիք էլ ենք դնելու, դա հաջորդ որոշումը կլինի, դա այսպես բալային համակարգն է լինելու, բոլորը ստանդարտ 20 բալ են ունենալու, նախնական այս պահին նախագծով այդպես է, որից հետո այդ ամեն մի բողոքի հետևանքով եթե ստուգում է իրականացվում, տեսնում են, որ դա ճիշտ է, բալերը պակասում են եւ դա հասանելի է լինելու բոլորին, այսինքն եւ մրցակիցներին, եւ զբոսաշրջիկներին, եւ այնտեղ գրանցված կազմակերպությունները ըստ էության կարող ենք ասել, այդ ցանկում գտնվող կազմակերպություններին երաշխավորում է պետությունը եւ եթե չի գտնվում այնտեղ, բնականաբար դա արդեն ապօրինի գործունեություն է եւ բնականաբար արդեն պետությունը ոչ միայն չի երաշխավորում, այլև համապատասխան գործիքակազմով պետք է ազդենք եւ մեր համակարգը կպած է մյուս պետական մարմիններին, օրինակ շատ բարդություն չկա, ինքը ՀՎՀ-ն լրացնում է իր պեկից տվյալները գալիս է, կադաստրից գալիս է, այսինքն բոլոր տեղերից, ինչ որտեղից որ հնարավոր է տվյալները գալիս է եւ ինքը միայն կցում է այն տվյալները, որոնք օրինակ պետք չեն պեկին կամ մյուս պետական մարմիններին, այլ զբոսաշրջության կոմիտեին են միայն պետք է եկել կամ այս մասով է միայն պետք է ներկայացնի եւ ելի նորից ընդհանուր շտեմարանում հավաքվում են։ Երևի թե այսքանը, պարոն վարչապետ, մնացածը եթե հարցեր լինեն ավելի։ Շնորհակալ եմ, պարոն Պապայան, հարգելի գործընկերներ, այս որոշումը իհարկե կապված է մի քանի գործոնների հետ, առաջինը, որ
դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերը ակնհայտորեն մեծանում են, երկրորդը ներքին զբոսաշրջությունը աճում է եւ երրորդ շատ կարեւոր գործոնը հիմա գործնականում մարդիկ զբոսաշրջային ծառայությունները գնալով ավելի ու ավելի մեծ ծավալներով ձեռք են բերում առցանց, այսինքն մարդը հիմա առցանց հարթակում է տեսնում այն ծառայությունը, որը իրեն առաջարկվում է, եւ բնականաբար շատ են դեպքերը, երբ որ Photoshop-ը շատ մեծ ներազդեցություն է ունենում, եւ այսինքն մարդը չի գնում իր սենյակի դուռը բացի նայի ինչա ինչի, հետո նոր դա որոշի տեղ ուզում ապրի, թե չի, ինքը on-line ծառայություններ է ստանում եւ շատ դեպքերում, երբ որ մարդիկ գալիս են եւ իրանց վարձած կամ բանարած պատվիրած սենյակը տեսնում են իրականության եւ համացանցային գովազդի ահռելի տարբերություններ եւ հաջորդ գործողությունը, որ նրանք անում են, ինչ է, հատկապես օտարերկրյա զբոսաշրջիկները, որոնք բաներ չունեն, տենց չգիտեն ճիշտը ինչ է, գրում են պետական մարմիններն էլ գնում են դե լծակներ չկան, որովհետեւ մարդը ասում է պատվիրել է, եկել է, ինչից է բողոքում։ Այսինքն հիմա այստեղ խնդիրը հետեւյալն է, որ որոշակի զբոսաշրջային գործառայություններ մատուցելը դառնում է ըստ էության ծանուցման ենթակա գործունեություն, որ սուբյեկտը հայտարարի, ասի ես զբոսաշրջային գործունեություն եմ ծավալում եւ կառավարությունը համապատասխան մարմինը հնարավորություն ունենա գոնե նախնական ուսումնասիրել միջավայրը եւ այլն եւ մի հավաստիացում տալ, որ քաղաքացիները հայաստանյան եւ օտարերկրացի կարող են այդ ծառայությունից օգտվել, որովհետեւ պետությունը նախնական դիտարկում իրականացրել է եւ հայտարարվածի եւ իրականության միջև մեծ ճեղքեր չի տեսել, սա իհարկե վերաբերում է նաեւ ավտոմեքենաներին, գիդերին, որովհետեւ կարող են համացանցում մի մեքենա տեղադրված լինի, բայց երբ որ մեքենան գալիս է պետք է մարդը նստի, տեսնում է ուրիշ մեքենա, այստեղից բխող բոլոր հետևանքներով, սկսած դրանց տեխնիկական վիճակներով, սանիտարական վիճակ եւ այլն եւ այդպես շարունակ, եւ իհարկե նաեւ բովանդակային խնդիրներ էլ կարող են լինել, որովհետեւ նաեւ պետքա մաքսիմալ ճիշտ ներկայացվի, որովհետեւ պետական քաղաքականության շրջանակներում, այդ թվում մեր երկրի միջազգային իմիջի հետ կապված հարցեր են առաջանում, ել չեմ ասում խնդիրներ առաջանալու դեպքում այս մեխանիզմը եւ համակարգը մեզ կօգնի, որպեսզի մենք շուտ հասցեագրենք խնդիրը, եթե կա ահազանգ, մեզ համար տեսանելի լինի, թե այդ ահազանգը մեր կողմից ճանաչված որ սուբյեկտի հետ է կապված, կամ եթե չճանաչված սուբյեկտի հետ է կապված, արդեն մենք էլ կիմանանք ինչ ուղղություններով մենք շարունակենք աշխատել։ Այսինքն ըստ էության այս որոշումը զբոսաշրջային ինդուստրիայի նոր ստանդարտ սահմանելու մասին է, որովհետև զբոսաշրջությունը արդեն դառնում է ինդուստրիա եւ այս process-ը շարունակվելու է։ Իդեպ հաճույքով եմ ուզում արձանագրել, որ 2025 թվականին սկսված միտումը համենայն դեպս այն վիճակագրական մեթոդաբանությամբ, որ մենք ունենք, երբ որ մենք մի քանի ամիսներ տարվա երկրորդ կեսին զբոսաշրջային այցերի ռեկորդներ սահմանեցինք, այդ դինամիկան ոնց որ թե շարունակվում է 2026 թվականին, որովհետև 2026 թվականի հունվարին մենք նույնպես զբոսաշրջության բացարձակ ռեկորդ ենք ունեցել բոլոր ժամանակների հունվար ամսվա համար, ճիշտ եմ, չէ՞ ասում, պարոն Պապայան, եւ ընդհանրապես մեր թվերը ինչ են ցույց տալիս։ Ակալություն, մեծարգո վարչապետ, այո, ինչպես իրավապ նշեցիք, նախորդ տարի մայիսից սկսած միայն սեպտեմբեր ամիսն է եղել, որ բոլոր այդ ամիսների մեջ 25 թվականի ցուցանիշը լավագույնը չի եղել։ Սեպտեմբերի դեպքում 23-ի սեպտեմբերն է եղել, մնացածը մենք հիմա այս պահին ունենք, որ բոլոր ամիսները 25 է եղել։ Հունվարի դեպքում
ռեկորդը այսպես ասած թարմացվեց եւ 26-ի հունվարը լավագույն հունվարն է բոլոր հունվարների մեջ, նախորդիվ լավագույն ցուցանիշները եղել են հերթականությամբ 23-ին, 24-ին, 25-ին, այնուհետև 20, 19-ը եւ այսպես շարունակ 179,400 զբոսաշրջիկ հունվար ամսին երբևէ չի եղել Հայաստանում, նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20,000-ով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշից մենք 40,000-ով ենք ավել, այսինքն 29% այս հունվարին ավելի շատ զբոսաշրջիկ ենք մենք ունեցել, քան անցած հունվարին։ Շատ լավ, այս առումով հարգելի գործընկերներ, ուզում եմ հաճույքով արձանագրել եւ դա նաեւ աննախադեպ իրադարձություն է, որ մենք անկախությունից ի վեր անդադ խոսել ենք եւ դա եղել է մեր մեծագույն խնդիրներից մեկը Հայաստանից արտագաղթի խնդրի մասին եւ մեծ հաճույքով ենք արձանագրում, որ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանից մեկնած կամ ավելի ճիշտ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը շուտ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը, այսինքն սա ըստ էության նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով, բայց նաև այդտեղ մենք տեսնում ենք, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025 թվականի արդյունքներով, տարվա արդյունքներով, այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23000-ով գերազանցել է նախորդող շրջանի բոլոր շրջանների, այսինքն ամենաշատ թվով մենք այցելուներն ենք ունեցել։ Ես կարծում եմ, որ դա տեսանելի էր նաև ամանորի տոնակատարությունների ժամանակ եւ էդ էլ ենք մենք մտածում, որ արդեն մենք ամանորի տոնակատարությունները պետքա վերաբերվենք որպես զբոսաշրջային ապրանք, որովհետև կարծես թե գնալով ավելի է հետաքրքրում մեր օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստանի Հանրապետությունում ամանորի տոները անցկացնելը։ Իհարկե մենք ունենք նաև խնդիր, որ զբոսաշրջության հետ կապված մեր վիճակագրական մեթոդաբանությունները պետքա անընդհատ թարմացնենք, որպեսզի որ համոզվենք, որ ճիշտ ենք զբոսաշրջիկ, ճիշտ ենք անվանում, այսինքն զբոսաշրջիկ անվանում ենք նրանց, ովքեր հենց բառացիորեն զբոսաշրջիկ են։